Հարգելի տիկին նախարար, հարգելի պարոն մարզպետ, հարգելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, հարգելի ներկաներ, Դիլիջան համայնքի հարգելի ղեկավար, նախարարի հարգելի տեղակալ, ողջունում եմ բոլորիդ եւ ուզում եմ նախ մեր աշակերտներին, ովքեր ներկա են այստեղ, շնորհավորել եզրափակիչ հասնելու առիթով եւ հաջողություն մաղթել վաղվա մրցաշարում։ Կարծում եմ շատ լավ է, որ Վասքում մենք հենց թիմային այս բանաձևն ենք ընտրել, որովհետեւ ընդհանրապես վերջին շրջանում մենք կարծում ենք, որ նաեւ մեր աշակերտների շրջանում թիմայնության տրամաբանությունը պետք է մեծացնենք։ Ինչ տպավորություններ ունեք իմիջիալոց նախորդ տարիներից կապանության երկրնակի չեմպիոն տպավորությունը մեծ են արդար պայքարում ու էլի միշտ հաղթել են բոլորին հուսանք այս տարի կարողանանք հաղթել ու կդառնանք երրակի չեմպիոն ես դպրոցն էլի հուսամ գավաթը նորից կգնա Սյունիք շատ լավ հիմա մեր մասնակիցների մյուս հատվածը մենք ունենք 11 մասնակից ովքեր եկել են իրենց արդեն մշակութային կատարումների ուժով աջակցելու իրենց մարզի թիմերին ճիշտ է հիմա լսենք նրանց Արարատի մարզն է առաջին ելույթ ունենալու Ալենը եւ Վագելու հետ Ալեն ջան ինչ ստեղծագործություն ես կատարելու ես Սայաթնովայի Քամանջան թառով շատ լավ Ողջունենք հաջորդ ելույթը Սյունիքի մարզից Նարեկը շվի է նվագելու Կրթվելը նորաձևերի ժամանակ դու ես նվագի ես նույնիսկ ուզում եմ քեզ միտեղ հրավիրեի հետո տենց չստացվեց խնդրեմ Քանի տարեկանից ես պարապում շվի 7 Իսկ հիմա քանի տարեկան ես 13 Իսկ նաև հիմա նաև սովորում ես, շարունակում ես սովորել Ինչքան ես զբաղվում Դե ամեն օր պարապում եմ օրական 3-4 ժամ Օրական 3-ից 4 ժամ նկատվում է արդեն վարպետությունդ շատ տպավորիչ է եւ կապանում ես երբ որ կրթվելը նորաձև շարժման միջոցառման մասնակցում էր ու շատ տպավորված էի տեսեք երեխեք այստեղ մի հատ կարևոր նրբություն կա հիմա ես որ Նարեկին լսում եմ ես մի հարցում վստահ եմ որ դու քո նվագով քո բարեկեցությունը կապահով ես հաստատ դու լավ կապրես եւ այն որ դու այսօր օրը 3 ժամ զբաղվում ես քո գործիքով եւ երաժշտությամբ դու դրանով իմ կարծիքով երաշխավորում ես քո ապագա ընտանիքի բարեկեցությունը
Դա շատ կարևոր բան է, ու զգալի է, որ դու սիրում ես դա, եւ դա էլ ամենակարևոր գրավականն է, որովհետեւ խնդիրն այն չի, բարեկեցության մեջ չի, խնդիրն այն է, որ ոչ թե բարեկեցիկ կլինես դրա համար ես նվագում, այլ սիրում ես, նվագում ես, հոգիդ ես դնում դրա մեջ, դրա համար կլինես քո գործիքը քեզ կվերադարձնի հաստատ այն ինչ որ դու հիմա այն ջանքը, որ դու ներդրում ես իր մեջ։ Ես դրանում համոզված եմ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Հաջորդ Արագածոտնի մարզից Սիմոնը Քամանչար։ Ողջույն ենք Սիմոնին։ Սիմոն ջան, ինչքան ես զբաղվում գործիքի վրա։ Օրական 1.5-2 ժամ։ Իսկ ուսուցիչ դպրոցում ես, երաժշտական դպրոց։ Տուն է 1.5-2։ Քանի տարի է որ Քամանչ ես նվագում։ 2 տարի։ Պատրելով հիմակնիր ձեռքին Թախից ներպատում աչքերին Ախ հույսը կործրած աղրացում Չգտավ իր սրտի թագուհում Ախ հույսը կործրած աղրացում Չգտավ իր սրտի թագուհում Ինչ անվանումս ես երկեր գրում։ Մոտավորապես մի կես տարի Որ դասարանում ես։ Փոխվեցի 11 Իսկ քանի երգ ես գրել արդեն։ Այս պահին 1 Այսինքն սա առաջին երգն է։ Հա, դե եկեք ավելի բուրըն ծափարեն, որովհետև պրեմիերային ենք ականը։ Իսկ գիտար վաղուց ես նվագում։ 1-ից 2 տարի Այսինքն ամեն ինչ բոլորովին վերջերս է սկսվել։ Իսկ ինչ ես նվագում եւ ինչ ես երգեր գրում։ Նվագում եմ, որովհետև սիրում եմ ու հաճելի է ու հանգստանում եմ, թարմանում է ուղեղս։ Գրում եմ, ստեղծագործում եմ, որովհետև ուզում եմ մտքերս հավաքվի ինչ-որ տեղ, որ հետագայում հնարավոր է ինչ-որ մեկի ինչ-որ նպատակին ծառայի կամ օգնի ինչ-որ հարցի պատասխան գտնել։ Իսկ քեզ։ Ինձ արդեն օգնել է։ Իսկ մտածում ես ինչի մասին։ Մտածում ես Սիմոնը օրինակ մտածում է որ դառնա հայտնի քամանչահար, ճիշտ է, կամ գուցե նաև ակարդեոնահար, չի բա։ Երաժիշտ։ Նարեկն էլ ոնց որ մտածում է դրա մասին, որովհետև հակառակ դեպքում որ 3 ժամ պարապելու իմաստը որն է, չէ՞։ Դու տենց ինչ-որ մի բանի մասին մտածում ես, թե ուղղակի հոբբի։ Դու ավելի շատ ես մտածում, որ ինչ։ Սա ավելի շատ որպես հոբի, բայց առավել շատ մտածում եմ, որ հետագայում դառնամ լավ ճարտարապետ, միգուցե նաև իրավաբան կամ լրագրող։ Իսկ հեղինակային երգերի կատարող։ Հնարավոր է, հաստատ։ Այսինքն առաջիկա ինչքան հասկանում եմ տարիներին պետք է կողմնորոշվես։ Կողմնորոշվել եմ որպես դիզայներ ճարտարապետ, բայց կողքից նաև լավ ամեն ինչ, լավ մասնագետ ամեն ոլորտում։ Շատ լավ, հաջողություն եմ։ Շնորհակալություն։ Ինչ երգեր կան երգացանկում եք։ Դասական եմ երգում, ժողովրդական, մի քիչ ռոք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ երգելը
հեռանկարային բան է քեզ համար, թե ուղղակի տենց հոբի էլի։ Ուղ եմ դրել, ուղով պետք է ես անցնեմ։ Հաջողություն։ Ռոմա ջան, լավ նվագեցիր, ինչ կարծիք ես Նարեկի նվագի մասին։ Շատ ուժեղ կատարող է։ Նարեկ, դու ինչ կարծիք ես Ռոմայի նվագի։ Ինչ նկատում ես արել։ Շատ ապրեք, պետք է տենց միշտ իրար աջակցեք ու իմանաք, որ մեկիդ հաջողությունը մյուսի անհաջողությունը չի, ընդհակառակը։ Մեկիդ հաջողությունը մյուսի ավելի մեծ հաջողությունն է, որովհետև երբ որ կողքդ կա ուժեղ կատարող, ուրիշ, դա նախ բանը ազարտ է ստեղծում, մոտիվացիա է ստեղծում, ստեղծագործական եւ համագործակցություն կարա ստեղծի եւ մրցակցություն կարա ստեղծի ու շատ լավ է։ Բաղուտել մնացում ակար։ 3 տարի։ Ինչքան ես բազում անում։ Օրական 2 ժամ։ Ամեն օր 2 ժամ, Մոտավոր։ շաբաթ էլ, կիրակի էլ։ Այո։ Իսկ ուրիշ ինչ գործիք ես նվագում։ Սինթեզատոր եւ դաշնամուր։ Եվ որն է քեզ համար թիվ 1 է, դիետ գործիք։ Ակարդեոն է։ Եվ հեռանկարային է։ Ուզում եմ դառնալ լավ երաժիշտ, համերգներ տալ տարբեր երկրներով։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում։ Շատ ապրեցնի ջան, ինչքան ժամանակավոր երկում ես։ 5 տարի։ 5 տարի, քանի տարեկան ես։ 15։ 10 տարեկանից երկում ես ու սայատնովա։ Հա, հիմնականում աշխուղական երգեր։ Շատ տպավորիչ, շատ օգնես։ In
Սամվել ջան, շնորհակալություն։ Հիմա վախեն են լուր ու դռներն են բաց ուղիները գուցե կդառնան այցելված դու գալու ես սերվից չենք մնա օտար ողջ եղածնեմ սրտի ու տեր նրա Շնորհակալություն, քեզ պատկերացնում ես պրոֆեսիոնալ երաժիշտի դերում։ Պրոֆեսիոնալ երաժիշտ տնտեսագետի դիպլոմով։ Շատ լավ, հաջողություն եմ մաղթում։ 6 հոգի ունենք 3 մրցանակային տեղի համար եւ հիմա ես կօգտվեմ այս առիթից, որպեսզի մեր տաղանդավոր մասնակիցներին եւս մի անգամ լսենք։ Այսինքն դուք դուրս եկաք եզրափակիչ եւ ուրեմն պայմանավորվում ենք առանց լրացուցիչ տեխնիկական միջոցների, սկսում ենք եզրափակիչը։ O sole mio, sta fronte a te, sta fronte a te. Hai nare jigere sare im silenziare minucere hai nare jigere sare im silenziare minucere hai nare jigere sare im silenziare minucere im silenziare minucere. Անունդ թող փարոս լինիս սև կյանքի և դարը մահուր է տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո պատկեր անեղծ կպահեն օրերում անհաստատ ու մոլոր Մազիրդ ռեհան փաթեթացե վարդի միջումա Մազիրդ ռեհան փաթեթացե վարդի միջուման կանաչ տերևին ամչիկաթի զարդի միջուման Աստված կուսիրի զար մի հակնի զար էներվատիմ մեջնումի նման մանիմ գալիս յարեներվացիմ Ասում եմ անունը ու ծափարում եք կհասկանանք արդեն ըստ բարձրության երևի աստիճանի։ Նարեկ։
Լավ։ Այդ չէ օգնել։ Ռոմա։ Շնորհակալություն։ Գիտարահարները Աստղիկ։ Շնորհակալություն։ Մերի։ Ժողովրդական երկերքող Լիլիթը։ Շնորհակալություն եւ Արամ։ Ասում եմ երեքան։ Երրորդ տեղ Մերի, երկրորդ տեղ Աստղիկ, առաջին տեղ Արամ։ Համաձայն եք։ Դե բուրըն ծափերով ողջունենք։ Շնորհավորում եմ եւ մեր եզրափակիչի մասնակիցներին էլ հաջողություն եմ մաղթում եւ մեր մրցանակակիրները կստանան իրենց մրցանակները, բայց ուզում եմ ասել, որ բոլորը տաղանդավոր եք եւ բոլորդ պետքա աշխատեք ձեր տաղանդի վրա եւ ձեզ բոլորիդ սպասվում է մեծ ճանապարհ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Մեր այսօրվա երեկոն ավարտվեց եւ վաղը մեր մյուս եռյակը կորոշենք, այս դեպքում արդեն թիմային խճուղավազքի մասնակիցներից կորոշվի հաղթողը երրորդ տեղ, երկրորդ տեղ եւ նա ով կարժանանա վարչապետի գավաթին։ Շնորհակալ եմ, բարի գիշեր։